Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանն ու Հայաստանի վարչապետը միջազգային լրատվամիջոցների գլխագրերում են, հատկապես այն բանից հետո, երբ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց իր սեռական օրգանը ցույց տալու հոգևոր դասին, դարձավ ադրբեջանական ու միջազգային մամուլի հերոս։ Դրան գումարվեցին Բագրատ Սրբազանի ձերբակալությունն ու Միքայել Սրբազանի դեմ քրեական հետապնդումը։ Միջազգային մամուլի վերջին օրերի թողարկումների ընթերցողի աչքերում Հայաստանն ինչպիսի երկիր է, հարցրինք հայտնի լրագրող մեդիա փորձագետ Դավիթ Սարգսյանին։ Եկեք հետևենք, թե այս բանը ինչ է տեղի ունենում Վեհարանում, ազգությամբ հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի քաղաքացու անձնագիրը գրող, Յանով ավարտվող հասկանում ունեցող հրոսակներ, որոնք ազգյարի կամ երիչերու դերակատարում են ստանձնել, հարյուրներով գրոհում են Մայրաթորը եւ Վեհարանը քաշքշում են Էպիսկոպոսներին, փորձելով սրբազաններից հերթականին բերման ենթարկել։ Հիմա փորձենք պատկերացնել, թե ինչ կզգա ցանկացած քրիստոնեական, հատկապես ասենք կաթոլիկ երկրի որևէ ներկայացուցիչ, պոտենցիալ տուրիստ, որը կկարդա նման լուր իր լրահոսում։ Այսինքն ձեր ասած հայտարարությանը գումարվում է այլ ավելի ծանր մի բան։ Տոնախմբությունը միայն ադրբեջանական եւ թուրքական լրատվամիջոցներում, հատկապես ադրբեջանականների այսօրվա գլխագրերում այն է, որ Փաշինյանին հաջողվեց ուժայիններով գրավել Մայրաթորը եւ իրենք սպասում են ոչ միայն Միքայել Սրբազանի կամ այլ սրբազանների, այլև Բեհապար Հայրապետի կամ չեզոքացմանը, մեկուսացմանը եւ այնպես որ միակ շահառուն, որ այս ամենից կարող է ուրախանալ, դա բնականաբար Թուրքիան ու Ադրբեջանն են եւ նրանց այստեղի տեղապահ վարչախմբի պարագլուխը։ Լրագրողից հետաքրքրվեցինք, ինչ է կարծում, ձերբակալությունները կհասնեն կաթողիկոսին։ Ամեն դեպքում, ինչպես տեսնում ենք, խնդիր է դրված առնվազն նոր կաթողիկոս ընտրելու, առանց կարգին տիրապետելու, առանց մեր եկեղեցու նվիրապետությունը հասկանալու, առանց անգամ իմանալու, թե ինչ է ազգային եկեղեցական ժողովը եւ ինչպես է ընտրվում ամենայն հայոց կաթողիկոսը, իրենք փորձելու են հնարավոր ամեն գնով մի թողնել այդ աթոռը, ինչպես եղավ Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին խեղդաման հանելուց հետո, երբ տարիներ շարունակ Կրեմլը արգելում էր Բեհապար Հայրապետ ընտրել։ Հիմա այս վարչախմբի պարագլխի ուզածը դա է, կամ Հայաստանյան առաքելական եկեղեցին 1725 տարվա ավանդույթներով հանձնել Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալաշուքյուր Փաշազադեի ուղիղ ղեկավարմանը, եւ կամ էլ այնպիսի մի դրածո մեկին նշանակել այդտեղ, չի բացառվում նաեւ աղանդավորական հակումներով, նա շատ մեծ թուլություն ունի եւ դրանցից մեկի առաջնորդին էլ ամիսներ առաջ Միացյալ Նահանգներում հանդիպել էր, որը ամբողջապես կառավարելի կպահի մեր եկեղեցու նվիրապետությունը։ Այսինքն օրինակ քահանաները այլևս չեն կարողանա քարոզներ կարդալ ազգային թեմաներով, խոսել Արցախի մասին, հարցազրույցներ չեն տա, այցերի չեն մեկնի եւ այլն, այն ամենը ինչ որ կվտանգի մեր ազգային եւ հոգեվոր հիմնասյուները։